Խնդիրը լրիվ ուրիշ տեղ է։ Ցանկացած հայ, որ քնից առավոտ արտանում, իրանը պատկերացնում որպես վարշապետ, որպես նախարար, որպես ամենաիմաստունը։ Կա մի երևույթ, որ մարդու օրգանիզմում մի բան շարժվում, իմանում են, թե դա խելք է։ Ամեն մեկս պետք է զբաղվի մեր գործով։ Դուք եկել եք շրջան, լավ եք արել, Մարս, այստեղ գյուղատնտեսական ոլորտի թեմաներն են խեղդում մարդկանց։ Ավելի ճիշտ կլինի տվյալ տարածքի ազգաբնակչությունը ինչով զբաղվում, այդ թեմաները վերհանեք, որը մասնագիտացված է այդ երևույթի մեջ։ Մենք մսագործի տնակի առաջ ենք կանգնել։ Հարևաններում կան հողեր, որոնք չեն մշակվում։ Ժամանակին հազարավոր գլուխ խոշոր եղջերավոր ունեցեց գյուղը, ոչխարներ ունեցել։ Այս գյուղի վերջից մինչև այն սարի գագաթը աշնանը լուսկին տալուն վառում են։ Այդքան խոտ, այդքան անասնակեր, որը պետք է լինի կաթումից, բացակայում ավաղ չկա։ Այս թեմաները վերանեք, որ գյուղացին իր գործով զբաղվի, քաղաքացին իր գործով զբաղվի։ Կասարակ մի բան էլի, ես երկար ժամանակ աշխատել եմ այդ բնակավարում, կարող եմ հավաստի տվյալներ ասել ձեզ։ Եթե ժամանակին մի գյուղում սովորում էր դպրոցում 1000 աշակերտ, այսօր սովորում է 500 աշակերտ։ Եթե մի գյուղում կար առաջ 1000 կով խոշոր, այսօր կա 100 կով։ Եթե մի գյուղում կար մանր եղջերավոր անասուններ, այսքան։ Կամ դիցուկ մեր մարզի վարելահողերի ընդամենը 20%-ն է օգտագործվում, 80%-ը լքված է։ Իսկ այդ լքված վարելահողերը դեգրադացվում եւ իր բնույթը փոխում։ Հետո ախր քաղաքից ես այդ բնույթը կարող է շատ չըմբռնես։ Բանը նրանումն է, որ հողն էլ է ստերջանում։ Հողը պետք է բերիանա, պետք է հողին մշակես։ Մեր մեծերը առաջ հողին ծնող էին ասում։ Եզանը աղբեր էին ասում։ Այսօր դավաճանել է եւ եզաղբերը եւ ծնող հողը։ Քանի որ համապատասխան այդ մարդի ստամոքսը չի կերակրում, երեխեն սոված է մնում։ Բալես։ Դրա համար էլ այդ հողը լքված է։ Հողը ծնողը ոնց են հողը լքում։ Գյուղնախարարություն գոյություն չունի։ Երկիրը զարգանում արդյունաբերությամբ եւ գյուղատնտեսությամբ, արդյունաբերության երն անիծված է։ Գյուղատնտեսության ունի նախարարություն լինի, որ զբաղվեն այս գյուղատնտեսության այս ժողովուրդը, այս մարզերի ժողովուրդը, գոնե շնչեն, կարողանան շնչեն, այդ է խնդիրն այսօր։ Բառնին էդ էլ վերացրին։ Ճիշտ տնտեսություն վարելը, ճիշտ երկիր վարելը հետևյալ սկզբունքների վրա է հիմնված։ Խնդիր համար առաջին։ Մենք պետք է իմանանք մեր երկրում քանի մարդ է ապրում։ Համար առաջինը։ Ինչքան տուրիստներ ունենք, գնացող գալող, այդքան մարդկանց, ինչքան սննդամթերքը հարկավոր, հավը, ձունը, միսը, կաթը եւ պանիրը եւ այլ բաները։ Արդյոք ինչքանով ենք մենք ի վիճակի բավարարել այդքան մարդկանց պահանջը։ Ինչ ենք մենք արտադրում, ինչն է մեր մոտ ավելցուկ, ինչն է մեր մոտ պակաս։ Այն, որը պակասա, պետք է խրախուսվի, որ կարողանանք արտադրել, հա։ Այն, որը որ ավելցուկ է, պետք է շուկա մանկանք փնտրենք, որ այդ ավելցուկը ծախենք այդ շուկայում։ Դիցուկ մենք մեր երկիրը մրցունակ չէ հարևանների հետ։ Եթե հարևան երկրում մեկ ծաղիկը կամ 1 կիլո լոլիկը կամ ընդունենք այլ մշակաբույսեր, թեպետ կաթը, հա, այնտեղ ինքնարժեքը ուրիշ է, մեր մոտ ուրիշ է։ Հարևան երկրների շուկան խեղդում է մեր գյուղացուն։ Դիցուկ ստեղ կարտոլ է արտադրվում, Պարսկաստանից, Թուրքիայից մի երկու ֆուր կարտոլ է գալիս, ստեղի կարտոլ արտադրողի հերնանիցում։ Քանի որ ընդու ինքնարժեքը ցածր է, կամ ծաղիկ արտադրողը, ինչ տարբերություն։ Այս հիմքային խնդիրները, որոնք կապված է հարկային քաղաքական դաշտի հետ, պետք է լուծում ունենա։ Այն սահմանագլխին, այն տեսակը, որը որ մեր մոտ հազիվ այդ գյուղացին կարողանում է արտադրել, հա, նրան խրախուսելու համար սահմանագլխին պետք է հարկվի այդ տեսակը, ինչը մտցնում են երկիր, որ կարողանա այստեղ համահավասարություն լինի ստեղի շուկայի հետ։ Ես կարտոլ արտադրող եմ, արտադրում եմ ին վրա նստում է 1 կիլոգրամ, ընդունենք 100 դրամ ինքնարժեքով։ Շուկայում մի տարի 30 դրամ է, մի տարի 300 դրամ է։ Այն որ 300 դրամ է Երևանցու համարավատ, այն որ 30 դրամ է գյուղացու համարավատ։ Դիցուկ իմ մի տղաս Արսի հետ Երևան է ապրում։ Ես ոչ ուզում եմ Երևանում 300 դրամով իմ հարսը կարտոշկա առնի, ոչ էլ ուզում եմ ես 30 դրամով ծախեմ, չէ՞։ Այս քաղաքականությունը, այո, շուկայական ինչ որ ազատ տնտեսական հարաբերություններ եւ այլ անունի ինչ ուզում եք դրեք։ Ժողովրդին պահելու համար
Ոչ թե պետք է ռախիտիկ մեծ գլուխ առաջանա Երևանը, որ շենքերը բլեն իրար վրա, այս ծերի ցենցերը ժամերով չկարողանաս հասնել, հա։ Համամասնորեն թող զարգանա մարզերը։ Դիցուկ ընդունենք Աբովյանը, Հրազդանը, Սևանը, Գավառը, Մարտունին, Վարդենիսը հերթականությամբ։ Եվ մենք կտարալուծենք, եւ ընդեղի կիրթ մասային կբերենք գյուղ, եւ գյուղացին կզբաղվի իր գործով, քաղաքացին կզբաղվի իր գործով, այդ քաղաքական գործողություններով էլ կզբաղվի այդ քաղաքականագետները, որոնք իմաստուն են։ Աստված կարծես թե հավասարապես է բախշի հանքային հանածոները տարբեր երկրներում։ Մեր համար ջրային ռեսուրսները ամենաթանկն է։ Ինչպես գիտեք, տարածաշրջանում ջրային ռեսուրսների սով է։ Իրանում անգամ Թեհրանն են ուզում տեղափոխեն պատճառ ջրի։ Մենք գյուղ ոլորտից խոսեցինք։ 1 լիտր կաթը շատ արժի, թե 1 լիտր ջուրը։ Այդ ոնց է ուրիշ երկրները դիցուկ նավթով հարստանում են, մենք ջրով սննկանում ենք։ Պատճառը որն է։ Մենք թողել ենք գյուղացիներն ասում են թողել ենք ջրաղացը, ընկել ենք այն չախչախի հետևից, չէ՞, մանվել չախչախ էին ասում, որ ասենք շարժվում էր, որ ծորենը իշնի այդ բունկերից։ Աղա էլի։ Մի թողել ենք ջրաղացը կորել, ընկել ենք մանր-մունր բաների հետևից։ Հələ այս գետը եկեք նկարեք։ Սա ծաղկանց գետ է։ Մաքուր խմելու ջուր է։ Մաքուր խմելու ջուր է։ Կարի դրա բալա։ Խնդրեմ։ Լիներ սրա մեջ։ Ուրեմն այս ճանապարհը սարքեցին, այս ժողովուրդը բողոքեց, թե կոյուղի չունենք։ Բերեցին մանու մաքրման կայան, հա, այնտեղ պիտի մաքրման կայան սարքեն։ Հա։ 20-30 տուն է միացել։ Այս կողմից էլի կոյուղի է գալի մտմակետ։ Գոնե 2 մետր է պետք փորել ու միացնել իրար։ Այդ կոյուղին միացնել, գոնե այս ժողովուրդը այս կոյուղին մտնել այդ մաքրման կայան։ Էդ էլ չարեցին։ Բա խմելու ջուրը սա ոսկուն հավասար բան է։ Որտերուբով դեք Թեհրան կա հաստի, չէ, իջնաոսի։ Դե 1960 մետր բարձր։ Վերետես մի ծրագիր մշակեք վեստեք խողակաշարի հետ մեջ տանեք Թեհրան։ Իրանք եթե շատերը չեն հասկանում այս երկրի վիճակը, ինչ վիճակի մեջ է, այս ժողովուրդը ինչ վիճակի մեջ են։ Ասենք լավ ենք ապրում, հա, երկոքի լավ ենք ապրում։ Մենք գիտենք չէ ոնց են ապրում։